Հեղափոխությունները սկսվում են ոչ թե հրապարակներում, այլ սենյակներում, եւ զանգվածների շարժին միշտ էլ նախորդում են մարդկանց սրտերն ու մտքերը գրաված գաղափարները։ Պատկերացրեք մի երիտասարդ, որ համոզված է, աշխարհը սխալ է կառուցված։ Մեկ ուրիշը, որ վստահ գիտի, սխալը կարելի է եւ պետք է անհապաղ ուղղել, վերացնելով հինը, կանգ չառնելով ոչնչի առաջ։ Եվ պատկերացրեք երրորդին, որ անսահման ուժ ունի, փայլուն կարողություններ, բայց ոչնչի չի հավատում, ում ներսից կերել է անտարբերությունը։ Այս երեքը միասին արդեն բավարար են ողբերգության համար։ Ֆյոդոր Դոստոևսկու «Դևերը» վեպ է ոչ միայն եւ ոչ այնքան արմատական քաղաքական շարժումների ու ահաբեկչության մասին, որքան մարդկանց հոգիները ներսից կրծող, քայքայիչ համոզմունքների մասին։ Ինչպես վեպի հերոսներից մեկն է ասում մյուսին, դուք չեք կերել գաղափարը, այլ գաղափարն է ձեզ կերել։ Դոստոևսկին փորձում է հասկանալ, ինչպես է պատահում, որ ազատություն ու հավասարություն տենչացող մարդը բռնության է դիմում, եւ ինչպես արդարության պահանջի գաղափարը դառնում է անհատի ոչնչացման գործիք։ Վեպի անմիջական ներշնչանքի աղբյուրը Սերգեյ Նեչաևի գործն էր։ Նեչաևը արմատական հեղափոխական էր, ով ստեղծել էր ժողովրդական դատաստանի գաղտնի միությունը։ Այդ ցանցի ընդհատակյա խմբակները, որոնցից յուրաքանչյուրը սովորաբար 5 անձից էր բաղկացած, գործում էին Մոսկվայում, Պետերբուրգում եւ այլ քաղաքներում։ Կազմակերպության կանոնադրությունը, հեղափոխականի կատեխիզիսը հեղափոխականից անվերապահ նվիրվածություն էր պահանջում, հրաժարում անձնական կյանքից եւ անգամ զգացմունքներից։ Փաստաթղթի որոշ դրույթների դիտարկումն էլ բավարար է հասկանալու համար, որ հեղափոխության հաջողությունը պահանջում էր ամեն տեսակ արժեքների ու բարոյական արգելքների ոտնահարում։ Նա արհամարհում է հասարակական կարծիքը։ Նրա համար բարոյական է այն ամենը, ինչը նպաստում է հեղափոխության հաղթանակին։ Հարազատության, ընկերության, սիրո, երախտագիտության եւ նույնիսկ պատվի բոլոր քնքուշ փայփայող զգացմունքները նրա մեջ պետք է ճնշվեն հեղափոխական գործի միակ սառը կրքով։ Օր ու գիշեր նա պետք է ունենա մեկ միտք, մեկ նպատակ՝ անողոք ոչնչացում։ Սառնարյուն եւ անխոնջ ձգտելով այս նպատակին, նա միշտ պետք է պատրաստ լինի թե կործանվելու, թե իր ձեռքերով ոչնչացնելու ամենը, ինչը խանգարում է դրա իրագործմանը։ Այսպիսով, նախևառաջ պետք է ոչնչացվեն այն մարդիկ, որոնք հատկապես վնասակար են հեղափոխական կազմակերպության համար, եւ նրանք, որոնց հանկարծակի եւ բռնի մահը կարող է ամենամեծ վախը սերմանել կառավարության մեջ եւ զրկելով այն խելացի ու եռանդուն առաջնորդներից, խարխլել նրա ուժը։ Այս պահանջները դատարկ կոչեր չէին, կամ էլ երիտասարդական խաղ, ամեն ինչ շատ լուրջ էր։ 1869 թվականին Նեչաևի խմբակը Մոսկվայում թռուցիկների տարածում էր նախաձեռնել, ինչին ընդդիմացավ միության անդամներից մեկը, 23-ամյա ուսանող Իվան Իվանովը։ Նեչաևը նախաձեռնեց եւ միության 4 այլ անդամների հետ իրագործեց անհնազանդ ուսանողի սպանությունը։ Հանցանքը եւ դրան հետեված դռմբաց դատավարությունը ռուս հասարակությանը ցնցած խոշոր իրադարձություն էր, որ անտարբեր չթողեց ժամանակի մտածողներին։ Սերգեյ Նեչաևը դեռ իր կենդանության օրոք դարձավ Դոստոևսկու վեպի հերոսներից մեկի՝ Պյոտր Վերխովեսկու նախատիպը։ Վեպում նրա քայքայիչ գործունեության ծրագիրը հետևյալ կերպ է ներկայանում. Ձեր համակ քայլն առայժմ այն է, որ ամեն ինչ խորտակվի, թե պետությունը, թե նրա բարոյականությունը։ Կմնանք սոսկ մենք, որ նախապես նշել ենք մեզ իշխանության բերելու համար, խելացիներին կմիացնենք մեզ, իսկ անխելքներին կհեծնենք, կքշենք։ Գործող խմբակներից յուրաքանչյուրը խնդիր ունի պարբերական մերկացնող քարոզչությամբ շարունակապես գցել տեղական իշխանության նշանակությունը, տարակուսանք հարուցել գյուղերում, սերմանել ցինիզմ եւ սկանդալներ, հավատի կատարյալ կորուստ ամեն ինչի հանդեպ, լավագույնի ծարավ, վերջապես գործելով առավելապես հրդեհներով, որպես ժողովրդական միջոց, պատվիրագրված պահին երկիրը գցելով, եթե պետք է, նույնիսկ հուսալքման մեջ։ Բացի Նեչաևի խմբակի գործից, վեպի հղացման պատմական համատեքստը եւս կարեւոր է։ 1861 թվականից Ռուսաստանում ճորտատիրական իրավունքի վերացման գործընթացն էր մեկնարկել։ Ճորտատիրության վերացումը ճեղքում էր առաջացրել կալվածատերերի միջև, բայց նաեւ
չէր լուծել գյուղացիների իրավազրկության ու չքավորության խնդիրները։ Այս շրջանում գյուղացիական հուզումներն ու զինվորական բռնի ուժով դրանց ճնշումը սովորական տարածված երևույթ էին դարձել։ Վերջապես 1860-ականներին զգալիորեն ավելացել էին տարատեսակ հանցանքներն ու անգամ ինքնասպանությունները։ Մյուս կողմից 19-րդ դարի կեսից ռուսական հանրային միտքը մեծ թափով ողողում էին Եվրոպայում ծնունդ առած բազմազան գաղափարախոսություններ ու տեսություններ։ Դրանք հիմնականում ազատական լիցք ունեին, միտված էին անհատի և ճնշված խմբերի, կանանց, աշխատավորների, գյուղացիների ազատագրմանը։ Հեղափոխական կոչերի պակաս ևս չկար։ Ահա այս խառնակ ժամանակներն էին հարուցել Դոստոևսկու տագնապը։ Արժեքների կործանման և աղետի ահագնացող զգացում կար, որի խորհրդանիշը դարձավ Նեչաևի խմբակի կազմակերպած սպանությունը։ Պահպանողական աշխարհընկալման մտածողները սրանում տեսան խորհրդանիշ Ռուսաստանի, ռուսական ոգու մոտալուտ մահվան։ Վեպի «Դևեր» վերնագիրը հղում է Աստվածաշնչին, Ղուկասի ավետարանի 8-րդ գլխին, որտեղ Հիսուսը հանդիպում է դիվահար մեկին։ Հիսուսը հրամանով արձակում է դևերին, սրանք էլ լքում են մարդու մարմինը, մտնում խոզերի երամակի մեջ, որ գահավիժում է ծովակն ու խեղդվում։ Բայց Դոստոևսկու մոտ դևերը ոչ թե կրոնական, այլ հոգեբանական և նույնիսկ կոգնիտիվ, մտածողական բնույթ ունեն։ Դևը այն համոզմունք գաղափարն է, որ դուրս է եկել վերահսկողությունից և իր ամբողջական տիրապետության ներքո վերցրել մարդուն։ Այս կապակցությամբ կարող ենք հիշել 20-րդ դարի փիլիսոփա Հաննա Արենդի «Ամբողջատիրության ակունքները» աշխատությունը, որտեղ նա նշում է, որ յուրաքանչյուր զարգացած գաղափարախոսություն քաղաքական զենք է։ Որպես կանոն վերցվում է մի որևէ գաղափար, օրինակ դասակարգային պայքարը Մարքսի մեկնաբանությամբ կամ նացիզմի, ռասայական գերազանցության գաղափարը, և այդ մի գաղափարից բխեցվում են բոլոր իրադարձությունների բացատրությունները։ Նախնական գաղափարին հակասող իրական փաստերը միտումնավոր անտեսվում են։ Տոտալիտար գաղափարախոսությունները վերացնում են կասկածը և մի աշխարհ են հորինում, որն ավելի կարևոր է, քան իրականությունը, և որին հասնելու համար հանգիստ կարելի է մարդկային կյանքեր զոհել։ Դոստոևսկու «Դևերում» լավագույնս պատկերված է Հաննա Արենդի այդ ախտորոշումը։ Կուրորեն հետևելով որևէ համոզմունքի, մարդիկ հրաժարվում են ինքնուրույն մտածողությունից, և այդ իմաստով են նրանք դիվահար։ Վեպում դիվականությունը ձևակերպվում է որպես արտառոց, առանձնահատուկ մի բան, մտքերի որոշ շրջվածք, հակվածություն ինչ-որ հատուկ հայեցակետի, որոշ կայուն անհանգստություն և ձգտում առանձնահատուկ հակումների։ Վիպական ողբերգականությունն առավել սրված է, քանի որ հեղինակը սպանիչ հեգնանքով ցույց է տալիս, թե որքան ողորմելի ու հակասական են մարդկանց ուղեղները հեծնած դև գաղափարները։ Դժվար է նույնիսկ գաղափար անվանել դրանք, այնքան անորոշ ու հեղեղուկ են։ Ազատական դրույթների աղավաղված և ռուսական իրականության դառնությունն իրենց մեջ ներքաշած զգացումներն են, որ հանգեցնում են չարացածության և կործանման մարմաճի։ Վեպում բախվում են երկու աշխարհայացք։ Մի կողմում պահպանողականությունն է, որ սլավոնապաշտության ու ավանդականության դիրքերին է կանգնած, մյուս կողմում ազատականությունը, հասարակական կարգի վերափոխման ու ազատության կոչերով։ Վեպում պահպանողականության հաղորդակցության հիմնական եղանակը լռությունն է կամ փնթփնթոցը։ Գավառական քաղաքի հանրությունը, որ բնազդաբար զգում է իր արժեքների ու սովորույթների անկումը, վախվորած լռում է, մի կողմ քաշվում, երբեմն էլ ծառայամիտ ժպտում։ Ո՞րն էր մեր խառնակ ժամանակը և ինչից ինչի էինք անցնում, ես չգիտեմ։ Իսկ այդ ընթացքում անպետքագույն մարդուկները հանկարծ գերակշռություն ստացան, սկսեցին բարձրաձայն քննադատել սրբազան ամենայն ինչ, երբ նախկինում բերան բացել իսկ չէին համարձակվի։ Իսկ առաջնային մարդիկ, որ մինչ այդ այնքան բարեհաջող գլխավորում էին, սկսեցին հանկարծ նրանց լսել, իսկ իրենք լուռ մնալ, ոմանք էլ այնքան խայտառակ կերպով խնդմնդալ։ Պահպանողական շերտերն այդպես էլ չեն գտնում իրենց համար արժեքավորը սահմանելու, ռացիոնալ լեզվով ու ռացիոնալ եղանակներով արտահայտելու ձևը։ Իսկ մեզ մոտ նման հանգամանքներում ինչ են անում ընտանիքի հայրերը, բարձրաստիճանները, կանայք, դուստրերը։
լռում են ու փքվում։ Նույնիսկ այնքան, որ սանձեն չարություն անողներին հասարակության նախաձեռնությունը չի բավականացնում։ Ահ, ոսկի ճշմարտություն էր, լռում են, փքվում և չորս բոլորը նայում։ Դժվար է ասել միտումնավոր, թե ակամա Դոստոևսկին բացահայտել է պահպանողականության հաղորդակցման այդ բացը, այդ թերությունը, որ ակտուալ է մինչ օրս։ Հիմա էլ, թե Հայաստանում, թե աշխարհում ընդհանրապես հազվագյուտ դեպքերում ենք տեսնում պահպանողական գաղափարների համոզիչ, ոչ հակասական, ատելությունից ու վախերից զերծ հիմնավորում։ Մեր ժամանակներում էլ պահպանողականության լեզուն կամ լռությունն է, որ չի կարողանում զգացածն արտահայտել, կամ էլ դժգոհ փնթփնթոցը, այլասերող ու թշնամական արտաքին աշխարհի հանդեպ։ Վերնագրելով իր վեպը «Դևեր», Դոստոևսկին թունոտ զենք է տվել ամենայն նորից, ամեն մի առաջադիմականից սարսափողներին։ Պահպանողականները պաշտպանվում են հիմա ամեն մի անսովոր բանի դևեր պիտակը փակցնելով։ Պահպանողականության գլխավոր զենքն է դարձել դիվականացումը։ Վեպում ավանդականության թերևս միակ խոսափողը Իվան Շատովն է, ում խոսքը հախուռն է, զգայական, վախերով ու հակասություններով լի և ըմբոստ արջի մրթմրթոց է հիշեցնում։ Շատովը մարմնավորում է նեչաևականների կողմից սպանված ուսանողին՝ Իվան Իվանովին։ Արտասահմանում գտնվելու ընթացքում նա վերանայել է իր երբեմնի համոզմունքները և հիմա կարելի է ասել սլավոնապաշտ է։ Ի դեպ, հետաքրքիր մի փաստ. վեպի ստեղծման հիմնական աշխատանքն արվել է Եվրոպայում, ուր Դոստոևսկին մեկնել էր կնոջ հետ, խուսափելով պարտատերերից։ Եվրոպայում անցկացրած 4 տարին գրողի մոտ հակակրանք էր ձևավորել այդտեղի բարքերի հանդեպ և առավել ամրապնդել ռուս ժողովրդի բացառիկության հավատը։ Իվան Շատովը Դոստոևսկու կենսագրության այդ դրվագն է վերարտադրում վեպում։ Շատովը մի քանի ամիս անցկացրել է ԱՄՆ-ում և խորապես հիասթափվել արևմտյան աշխարհից, տեսնելով աշխատավորների անխնա շահագործումը։ Նա մեկն էր այն ռուսական իդեալական արարածներից, որոնց հանկարծ խոցում է մի որևէ ուժեղ գաղափար և տեղնուտեղն ասես ճզմում նրանց իրենով, երբեմն նույնիսկ առհավետ։ Նրանք երբեք ի զորու չեն հաղթահարել դա, այլ հավատում են մոլեգնորեն, և ահա նրանց կյանքն անցնում է հետո իրենց վրա գահավիժած և կիսով լրիվ ճզմած քարի տակ, մի տեսակ վերջին ջղաձգումներով։ Շատովն արտաքնապես լիովին համապատասխանում էր իր համոզմունքներին։ Անճոռնի էր, փրչոտ, կարճահասակ, ճակատը կնճռոտած, հայացքը անբարեհամբույր, համառորեն ցած հառած, մի տեսակ ինչ-որ բանից ամաչող։ Շատովը խորհրդանշում է իսկական Ռուսաստանը՝ թափթփված, անզգույշ, մտքերի մեջ խորասույզ ու մռայլ, բայց չափազանց ազնիվ, ուղղամիտ ու մաքուր։ Եվ ահա ռուսական ոգին մարմնավորող Շատովը դիվականացման զենքն է կիրառում ընդդեմ լիբերալների։ Բայց այդ մարդիկ երբեք չեն սիրել ժողովրդին, չեն տառապել նրա համար և ոչինչ չեն զոհաբերել նրան։ Ոչ Ռուսաստանը, ոչ էլ ժողովրդին, աղաղակեց նաև Շատովը շողացնելով աչքերը։ Չի կարելի սիրել այն, ինչ չգիտես, իսկ նրանք ռուս ժողովրդից ոչինչ չեն հասկացել։ Բավական չէ, աչքաթող եք արել ժողովրդին, դուք նողկալի արհամարհանքով եք վերաբերվել նրան։ Գոնե սոսկ նրանով, որ ժողովուրդ ասելով երևակայել եք միմիայն ֆրանսիական ժողովուրդը, այն էլ լոկ փարիսցիներին, ու ամաչել, որ ռուս ժողովուրդն այդպիսին չէ։ Հաստատ իմացեք, որ բոլոր նրանք, ովքեր դադարում են հասկանալ իրենց ժողովրդին և կորցնում են իրենց կապերը նրա հետ, իսկույն և էդ նույն չափով կորցնում են նաև հայրենական հավատքը, դառնում են կամ անաստված, կամ անտարբեր։ Հեղինակի համակրանքը Շատովի հանդեպ անթաքույց է։ Վեպի էջերում հենց նա է հռչակում Դոստոևսկու շատ համոզմունքներ։ Վեպի ստեղծմանը նախորդած տասնամյակի հրապարակախոսական իր ակնարկներում Դոստոևսկին չի էլ թաքցնում արգահատանքը ռուսական ազատականների հանդեպ, անվանելով նրանց մանր-մունր անաստվածներ և խոշոր անպատկառներ։ Նույն մտքերը գրեթե բառացի նա հռչակում է նաև Շատովի կերպարի միջոցով։ Ատելություն էլ կա այստեղ, մի րոպեի չափ լռելուց հետո ասաց նա։ Նրանք առաջինն ահավոր դժբախտ կլինեին, եթե Ռուսաստանը հանկարծ մի կերպ վերակառուցվեր, թեկուզ և նույնիսկ նրանց եղանակով և մի կերպ հանկարծ դառնար անչափ հարուստ ու երջանիկ։ Այդ ժամանակ ոչ մեկը չէր լինի, որ ատեն, ոչ մեկի վրա թքել չէր լինի, ծաղրել ու ոչինչ չէր լինի։ Այստեղ միմիայն կենդանական, անսահման ատելությունն է Ռուսաստանի հանդեպ, օրգանիզմի մեջ ներծծված։ Ռուսական լիբերալն ամենից առաջ ծառա է և շուրջն է նայում, թե ում սապոգները մաքրի։
Դոստոևսկու թշնամանքը պայմանավորված է ոչ միայն գաղափարական, այլև գեղագիտական սպառնալիքներով։ Մտքի նոր հոսանքներում նա տեսնում է գրեհկության, պարզունակության, տգեղության պաշտամունք։ Դոստոևսկու որոշ ժամանակակիցներ հռչակում էին կրկնակոշիկները բարձրեն Պուշկինից կամ կրկնակոշիկները բարձրեն Շեքսպիրից կարգախոսները։ Արվեստի արժեքը ստորադասվում էր նյութական արժեքներին ու մարմնական պահանջներին։ Գեղեցկության միջոցով մարդկության փրկություն տենչացող Դոստոևսկին իհարկե անտանելի ցավոտ էր ընկալում այս հարձակումները։ Խնդրի զգայական կողմը լավ պատկերացնելու համար գանք մեր ժամանակներ։ 2024 թվականին ամառային օլիմպիական խաղերի բացումը Փարիզում շատերը մտապահեցին որպես սկանդալ, որպես հարձակում բարոյականության ու գեղագիտական արժեքների նկատմամբ։ Բացման արարողությանը խաղարկվել էին Լեոնարդո դա Վինչիի խորհրդավոր ընթրիք հայտնի կտավի մոտիվները, որտեղ Հիսուսին եւ առաքյալներին փոխարինել էին գունագեղ ու էքստրավագանտ կերպարներ։ Քրիստոնեական աստծուն փոխարինել էր խնջույքի եւ գինու հեթանոսական աստված Դիոնիսոսը։ Շատ քրիստոնյաներ եւ պահպանողական հանրային գործիչներ դրանում տեսան ծաղր եւ սադրանք քրիստոնեության եւ համամարտկային արժեքների հանդեպ։ Հետաքրքիր է, որ Դևեր վեպում էլ ազատական գաղափարների տարածումը զուգակցվում է սրբապատկերների պղծմամբ, դրանք ջարդուփշուր անելով։ Դոստոևսկու համար հավատի ու սրբությունների ոտնահարումը օտարածին, ռուսական ոգուն ոչ հարիր ուսմունքների հետևանք է։ Նույնիսկ եթե այդ օտար գաղափարախոսությունները սոցիալական կամ քաղաքական են, միևնույնն է, դրանք կամա-ակամա քանդում են սրբազնականը։ Բազմաթիվ մարդկանց համար էլ Օլիմպիադայի բացման այս ներկայացումը խորհրդանշում էր այլանդակի, տգեղի հաղթանակը գեղեցիկի նկատմամբ։ Դոստոևսկին հենց այսպիսի խորշանքով էր վերաբերում իր ժամանակի գեղագիտական նահանջին, ինչի համար էլ վրեժխնդիր եղավ վեպով։ Դևերը թունոտ ու ծաղրալից մի վեպ է, վեպ վրեժխնդրություն։ Վեպի առանցքային կերպարը Նիկոլայ Ստավրոգինն է։ Ոչ այն պատճառով, որ ամենաշատն է երևում կամ գործունեությամբ աչքի ընկնում։ Հակառակը, նա ներկա է հենց իր բացակայությամբ։ Ինչպես սև խոռոչ, որտեղից նույնիսկ լույսը դուրս չի պրծնում։ Խորհրդավորության շղարշով ծածկված նա մշտապես ներկա է մարդկանց մտքերում ու քննարկումներում։ Ստավրոգինի կերպարին անդրադարձել ենք մեկ այլ ստեղծագործության՝ Ռոբերտ Փեն Ուորենի «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպին նվիրված թողարկմանը։ Հակասական եւ էքսցենտրիկ Ստավրոգինը արտակարգ կարողություններով օժտված մեկն է, որ սակայն հակված է բարոյական անկման, ինչպես եւ «Արքայի ամբողջ թիկնազորը» վեպի հերոս Վիլլի Ստարկը։ Թե Ստավրոգինի, թե Վիլլի Ստարկի համար բարոյական հակադիր գործողությունները հավասար արժեք են կամ ավելի ճշգրիտ հավասարապես որևէ արժեք չունեն։ Ես ամենտեղ փորձել եմ իմ ուժը, պարզվեց, որ անսահման է դա։ Սակայն ինչին ծառայեցնեմ այդ ուժը, ահա թե ինչ չեմ տեսել երբեք, հիմա էլ չեմ տեսնում։ Ես դարձյալ նույնպես, ինչպես նաև առաջներում կարող եմ ցանկանալ բարի գործ անել եւ դրանից բավարարություն եմ զգում։ Դրա կողքին չառնել եմ ուզում եւ էլի բավարարություն եմ զգում։ Ստավրոգինը կարող է բարի գործ անել անտարբեր, առանց նվազագույն ոգևորության եւ նույնքան ալարկոտ կարող է չարիք արարել։ Բայց դուք ասել եք, տիրաբար շարունակեց Շատովը կրակվող աչքերը նրանից չկտրելով։ Ճիշտ է արդյոք, որ հավատացրել եք իբր, թե տարբերություն չեք գտնում մի որևէ հեշտասիրական գազանային բանի եւ ցանկացած սխրանքի գեղեցկության միջև, թեկուզ եւ հանուն մարդկության նույնիսկ անձնազոհություն լինի դա։ Ճիշտ է արդյոք, որ երկու բևեռներում էլ գտել եք գեղեցկության համընկնում, վայելքի նույնություն։ Ինչպես նրա մայրն է բնորոշում, Ստավրոգինին ամբողջ կյանքում տանջել է տրտում եւ հեգնականության հանկարծակի դևը։ Մեկ այլ թաքնատես հերոս վանական Տիխոնը տալիս է Ստավրոգինի առավել ամբողջական բնութագիրը՝ մեծ ու պարապ ուժը դիտավորյալ մսխված պղծության մեջ։ Դոստոևսկին փայլուն կերպով գտել է նիհիլիզմի գաղափարախոսության կերպավորումը, իդեմս Նիկոլայ Ստավրոգինի։ Նրա ներքին դատարկությունն արտահայտվում է նաև մարմնապես ու դիմախաղով, հաճախ անտարբեր ու ձանձրացող տեսք ունի։ Նա թե մենամարտի մեջ կգնդակահարեր հակառակորդին, թե արչավորսի կգնար, եթե միայն հարկ լիներ, ավազակներից էլ կազատվեր անտառում, նույնքան հաջող եւ նույնպես աներկյուղ, բայց փոխարենը առանց որևէ հաճույքի զգացողության, սոսկ տհաճ անհրաժեշտությունից ելնելով,
ալարելով, ծուլորեն, անգամ ձանձրույթով։ Այսպիսով թե Ստավրոգինը, թե Վիլլի Ստարկը նիհիլիստական են, երկուսն էլ գործում են դատարկության մեջ, իմաստային ու արժեքային վակուումի մեջ։ Նրանք բարուց և չարից անդին են։ Նիկոլայ Ստավրոգինն այն գերմարդն է, այն հանճարը, որ երես է թեքել սեփական առաքելությունից, որ անտարբեր է ինքն իր հանդեպ, ինչն էլ նրա ամենամեծ մեղքն է։ Նրա անձի հանդեպ կրոնականի հասնող հափշտակություն կա, միախառնված ատելության ու վախի հետ։ Ստավրոգին, դուք պատկերք եք, բղավեց Պյոտր Ստեպանովիչը, համարյա զմայլված։ Գիտեք արդյոք, որ պատկերք եք։ Ձեր մեջ ամենաթանկն այն է, որ այդ մասին երբեք չգիտեք։ Դուք եք իմ կուռքը, դուք ոչ ոքի չեք վիրավորում և ձեզ բոլորն ատում են, դուք բոլորին հավասար եք նայում և ձեզնից բոլորը վախենում են, դա լավ է։ Ոչ ոք չի մոտենա ձեր ուսին թփթփացնելու, դուք ահավոր արիստոկրատ եք։ Ձեզ համար ինչ է կյանքը զոհաբերելը, թե սեփականը, թե ուրիշինը, դուք հենց այնպիսին եք, ինչպիսին պետք է։ Նա հանկարծ համբուրեց Ստավրոգինի ձեռքը։ Վերջինիս մարմնով սարսուռ անցավ, նա վախեցած պոկեց ձեռքը։ Մարդկանց սպասումները Ստավրոգինի համար կամ հասկանալի չեն, կամ էլ պատճառ չունի դրանց ընդառաջ գնալու։ Ես սկսում եմ ոչինչ չհասկանալ, չարացած ասաց Ստավրոգինը։ Բոլորն ինչու են ինձնից սպասում մի բան, ինչ մյուսներից չեն սպասում։ Ինչի համար ես պիտի հանդուրժեմ այն, ինչ ոչ ոք չի հանդուրժում, և ինչի համար տարբեր լուծեր առնեմ ուսերիս, որոնք ոչ ոք չի կարող տանել։ Ամբողջ վեպի ընթացքում նրան ուղեկցում է Ղուկասի ավետարանի այն միտքը, որ ում շատ է տրված, նրանից շատ էլ պահանջվելու է։ Ստավրոգինը չունի դրդապատճառ, կանխելու ոչ միայն հանցանքը ուրիշների հանդեպ, այլ նույնիսկ իրեն ուղղված սպառնալիքը։ Ինչ, սպանեք, ասում է նա համակերպված, երբ իր վրա ատրճանակ են պահում։ Սա նիհիլիզմի բարձրակետն է, ոչինչ չանել, չմիջամտել ոչ մի բանի, որովհետև իմաստ չկա և հավես չկա։ Ստավրոգինի անտարբերությունն ու հրաժարումն այնքան ցնցող են, այնքան մեղսալից, որ ապտակ է ստանում։ Ապտակողը Շատովն է։ Իդեմս Շատովի Ռուսաստանն է ապտակում իր անկյալ փրկչին, իր վեհաշուկ փեսացուին, որ վճռորոշ պահին փախել է պսակից։ Ես ձեր անկման համար, ստի համար, ես չմոտեցա ձեզ պատժելու համար, երբ մոտենում էի, չգիտեի, որ խփելու եմ։ Ես խփեցի նրա համար, որ այնքան շատ բան եք նշանակել իմ կյանքում։ Ես ձեզ շատ երկար եմ սպասել, անդադար մտածել եմ ձեր մասին։ Դուք միակ մարդն եք, որը կկարողանար, դեռևս Ամերիկայից եմ գրել ձեզ այդ մասին։ Այս ապտակը փրկչին ուշքի բերելու վերջին հնարավորությունն է, որ ավաղ չի օգնում։ Հասկանում եք արդյոք, որ պիտի ներեք իմ հարվածը ձեր դեմքին, սոսկ այն բանի համար, որ առիթ տվեցի ձեզ ճանաչել ձեր ընդ որում անսահման ուժը։ Նորից ժպտում եք ձեր խորշական աշխարհիկ ժպիտով։ Ազնվական Ստավրոգինը հակառակ նշանով Քրիստոսն է, որ հրաժարվել է իր երկրի և ժողովրդի հանդեպ առաջնորդությունից։ Պատահական չէ, որ նրա ճակատագիրը տնօրինելիս Դոստոևսկին առավել անխնա է։ Ստավրոգինին նա պատժում է հեգնաբար, առանց կարեկցանքի, վրեժ լուծելով մեծագույն մեղքի, անտարբերության համար։ Ստավրոգինի հետ զրույցում Շատովը վերջինիս հիշեցնում է նրա երբեմնի հավատամքը։ Եթե մեծ ժողովուրդը չի հավատում, որ միայն իր մեջ է ճշմարտությունը, հենց մեկի և հենց բացառիկի, եթե չի հավատում, որ ինքը միակն ու կոչվածն է բոլորին հարություն տալու և փրկելու իր ճշմարտությամբ, ապա տեղնուտեղը դադարում է մեծ ժողովուրդ լինել և տեղնուտեղը դառնում է ազգագրական նյութ և ոչ թե մեծ ժողովուրդ։ Իսկական մեծ ժողովուրդը երբեք չի կարող հաշտվել մարդկության մեջ երկրորդական դերին կամ նույնիսկ առաջնակարգին, այլ անպայման ու բացառապես առաջինին, ով կորցրեց այդ հավատը, արդեն ժողովուրդ չէ։ Սակայն ճշմարտությունը մեկն է և ուրեմն սոսկ միակը ժողովուրդներից կարող է ունենալ ճշմարիտ Աստված, թեկուզ և մյուս ժողովուրդներն ունենան իրենց առանձնահատուկ և մեծ աստվածները։ Միակ ժողովուրդ աստվածակիրը ռուս ժողովուրդն է։ Ինչպես նշել էինք, վեպում Շատովի կերպարն է արտաբերում Դոստոևսկու համար նվիրական շատ գաղափարներ։ Մեջբերված հատվածում ռուս ժողովրդի ընտրյալության և ի վերուստ սահմանված պատմական առաքելության այն համոզմունքն է, որ մերժում է այլ ազգերի նմանատիպ իրավունքը։ Միայն ու միայն ռուս ժողովուրդն է, որ կարող է փրկել մյուսներին իր ճշմարտությամբ։ Այս գաղափարի ֆանատիկոս ջատագովությունը
արդեն մեր օրերում արդարացնում է ցանկացած այլանդակություն։ Մեծապետական շովինիզմ, ներխուժումներ ու պատերազմներ, այս ամենն իհարկե թույլատրելի է միակ աստվածակիր ժողովրդի առաքելության համար։ Վեպի էջերում Դոստոևսկին ազնիվ մղումներով դիվական հակամարտկային գաղափարների դեմ է պայքարում, բայց չի նկատում, որ ռուս ժողովրդի բացառիկության գաղափարն էլ նույնպիսի մի դև է, որով արդեն ինքն է թունավորում մյուսներին։ Խաղաղ, երջանիկ եւ հարմարավետ կյանքը, նորմալ կյանքը լավ իմաստով խորթ է այս գաղափարախոսությանը։ Բացառիկության հավատամքի կրողները մահուչապ վախենում են սովորական լինելուց։ Նրանք չեն ուզում ունենալ սովորական, նորմալ երկիր, որտեղ հաճելի է ապրելն ու արարելը։ Իրենց սեփական միջավայրը կարգի չբերած, նրանք սլանում են կյանքի դասեր տալու այլ ժողովուրդներին, բռնությամբ ու ատելությամբ, զոռով նրանց ներարկելու այն միակ ճշմարտությունը։ Իրական դևերը ահա սրանք են, որ հիվանդագին մոլուցքով իրենք են դևեր հորինել, որ պայքարի առիթ լինի։ Դոստոևսկու մեկ այլ ստեղծագործություն՝ ծիծաղելի մարդու երազը պատմվածքը ցույց է տալիս, թե ինչ է լինում, երբ դրախտում հայտնված մարդուն տանջում է ինչ-որ բան բստրելու, ինչ-որ բան անելու մոլուցքը։ Խաղաղ ու ներդաշնակ կյանքն ինչ-որ անբացատրելի ձևով նյարդայնացնում է մարդուն, անսովոր է նրա համար։ Եվ հերոսը փչացնում է ամեն ինչ, երանելի ու կատարյալ այդ վայրը թունավորելով ստով, նախանձով ու տառապանքով։ Փրկչական առաքելության այս հիվանդագին իդեա ֆիքսն է, որ Դոստոևսկին ձևակերպել է դևերում։ Դևերի դեմ պայքարում ինքն էլ չնկատելով ավելի սարսափելի դև է ծնել, որի գործողությունը տեսնում ենք հենց հիմա, ամեն պահի, մեր օրերում։ Դիվային այս մոլագարությունը մերժում է խաղաղ, սովորական կյանքը։ Ձանձրույթից դրդված այն ինչ որ առաքելություն է տենչում, էական չէ ինչ, կարևորը շարժ լինի։ Знаете, когда у нас все спокойно, размеренно, стабильно, нам скучно. Застой. Хочется движухи. Как только начинается движуха, все свистит у виска. И секунды, и пули, к сожалению, и пули сейчас свистят. Դոստոևսկու հերոսներից յուրաքանչյուրն ինչ-որ գաղափար կամ հերոսի որոշակի տիպ է մարմնավորում։ Պյոտր Վերխովենսկին օրինակ բոլոր արժեքները զանց առնող, ամեն գնով իշխանության միտված չար ուժի մարմնացումն է։ Նրա կերպարին կարելի է նաև աստվածաշնչյան մեկնաբանություն տալ, որպես սատանայական ուժ, որպես գայթակղություն ու փորձություն բերող։ Նրա հայրը Ստեպան Տրոֆիմովիչ Վերխովենսկին մեղա եկած, ապաշխարած արևմտապաշտության ու ազատականության խորհրդանիշն է։ Նա 1840-ական թվականների ռուսական մտավորականությունն է մարմնավորում, որ ժամանակի առաջադեմ գաղափարներն էր սերմանում երիտասարդության մեջ։ Սկզբում անմեղ թվացող ազատական այդ մոտեցումները տասնամյակներ անց աղավաղվելով պետք է ծնունդ տային Նեչաևների պես հրեշներին։ Ստավրոգինը, ինչպես տեսանք, նիհիլիզմի, ոչնչապաշտության գաղափարի արտահայտումն է։ Շատովը սլավոնապաշտությունն է, ռուսական ոգին եւ այսպես շարունակ։ Ռուս մեկ այլ գրողի, Չեխովի հերոսներն օրինակ ավելի իրական են, հենց իրականությունից են վերցված, ինչպես որ կան։ Չեխովի եւ մյուսների հետ համեմատության մեջ Դոստոևսկու հերոսները մի տեսակ սարքված են, արհեստականորեն ու միտումնավոր։ Ինչպես առակներում, որտեղ կենդանիները կամ բույսերը մարդկային կրքեր են խորհրդանշում։ Որքան էլ վառ ու արտահայտիչ են կերպարները, միևնույն է, վեպն ընթերցելիս չի լքում հեղինակի մշտական ներկայության զգացողությունը։ Այս կամ այն հերոսը Դոստոևսկուն հետաքրքրող ինչ-որ արքետիպի, մտքի կամ ուղերձի արտահայտումն է, սիմվոլիկ մարմնավորումը։ Վեպը նմանվում է խամաճիկների ներկայացման, որտեղ հերոսներն ինքնիշխան չեն, այլ հեղինակային կամքի հլու կամակատարն են։ Դրանով է նաև պայմանավորված հերոսների մահերի առատությունը։ Բոլոր մահերը չեն, որ համոզիչ են։ Հեղինակը պարզապես սպանում է նրանց, ընթերցողին ինչ-որ բան ցույց տալու, ինչ-որ ուղերձ տեղ հասցնելու համար։ Այս տեսակ վիպական տարածությունն էլ բնականաբար պետք է լեցուն լիներ խորհրդանիշներով։ Օրինակ, հաճախ եւ կարծես միտումնավոր հիշատակվող Բոգոյավլենսկայա փողոցը, եթե հայերեն թարգմանենք Աստված հայտնության փողոցը։ Բոգոյավլենսկայա կամ Աստված հայտնության փողոցով են անցնում մոլի աթեիստները, դիվահարները, հավատացյալները, բարեպաշտներն ու մարդասպանները։
Աստված հայտնության փողոցով է անցնում Ստավրոգինը, որ փրկչի խորհրդանիշն է, բայց հրաժարական տված փրկչի։ Ստավրոգինն անցնում է Աստված հայտնության փողոցով ոչ թե ավետիս հայտնելու, այլ հակառակը, որ հավես չունեմ, ինձ վրա հույս չդնեք։ Ընդհանուր առմամբ քաղաքը, որ անանուն ու պայմանական մի վայր է, գավառական այլ քաղաքների նման, մշուշի եւ մռայլ գույների մեջ է։ Տարածքը փակ է ու շնչահեղձ, հիշեցնում է Մունկի հայտնի կտավը, խտացված անելանելիությամբ։ Հետաքրքիր է մի այլ հանգամանք էլ։ Մարտահրավերների, բարդ ու անսովոր իրավիճակների բախվող գրեթե բոլոր հերոսները փակվում են իրենց տներում, սենյակներում եւ տևական ժամանակ ոչ մեկին չեն ընդունում։ Ինքնական մեկուսացումը կարող է նույնիսկ օրեր տևել։ Փակվելը, ինչպես պատմողն է կոչում այս երևույթը, փախուստի համատարած պրակտիկա է։ Այն արտացոլում է խաթարված մարդկային հաղորդակցությունը։ Հերոսների երկխոսությունները, շփումները, քննարկումները միտված չեն ճշմարտության բացահայտմանը, ոչ էլ խոսողի ծանր հոգեբանական վիճակի թեթևացմանը։ Մարդիկ խոսում են ինչ-որ բան թաքցնելու, փակվելու համար եւ ոչ թե ուրիշների հետ համերաշխություն գտնելու համար։ Որքան խոսում են, այնքան կասկածն ու անորոշությունը շատանում է, ոչ թե ցրվում։ Փակվելու պրակտիկաները նկարագրելով Դոստոևսկին ակամա տվել է իր ժամանակի ռուս հասարակության բնութագիրը, որտեղ հաղորդակցությունը ոչ վստահություն է ձևավորում, ոչ ճշմարտություն է տալիս, ոչ էլ հոգին է թեթևացնում։ Դևերը վեպ է զգոնության մասին։ Այն ցույց է տալիս սահմանները զանց առնող գաղափարների քայքայիչ ուժը։ Այս վեպը սովորեցնում է, որ դևերը չեն անհետանում, նրանք ձևափոխվում են, խոսում են արդարության անունից, խոսում են համոզիչ։ Ժամանակակից դևերն արդեն ընդհատակյա գաղտնի խմբակներում չեն։ Նրանք գործում են առցանց, մեդիայում, հանրային դաշտում, ամենուր առանց թաքնվելու։ Եվ գլխավոր խնդիրը երևի հետևյալն է. ինչպես դևերի դեմ պայքարում զերծ մնալ դիվահարությունից։